վարչապետի դերում։ Ես հիմիկվատ վարչապետը ամենից լավն է Քոչարյանի հերնել, Սերժի հերնել, նա ինչ են արել։ Մի հատ բան արել են, ծրի բուժում տվել են, մարդը մենիշն արել է, վիրատվել եմ, 400,000 արժի, ծրի վիրատվել եմ, կանեին նրանք, աստամոքսս, արել են մարդիկ։ Ոչ Սորժը գիտի, ոչ Քոչարյանը, որ Հայաստան ունի լճաշան ունով ճյուղ, բայց ենի 4 անգամ եկել է։ Ես ներկա եմ էլ, իմ տան մոտն էլ է։ Ես այդպես բաներից հեռու եմ։ Նիկոլին, որտե լայ ադամ ժողովրդին։ Նիկոլ Փաշինյանին խաղաղությունն ա բերել մեզ, այսքան լավ բաներ անում, սա փոխել ա մեր երկիրը, զարգացել ա մեր երկիրը։ Բայլոն պետք է ամեն ինչ արի դու չեք տեսնա, որ խաղաղություն լինի, խաղաղ երկնքի տակ ապրեք։ Էլ ընդրելու իշ կարեկա, միակ նորմալ հայ տղեն է Նիկոլը, որովհետև լավն է, որովհետև այդ տագանքները ոչ մի բան Աղշիշյան ես 50-70 տարեկան եմ, լրիվ անգիր գիտեմ, ինքը նորմալ է, ես բոլոր Ղարաբաղցի թերմասները թալանել են երկիրը, ինչ, Խոժանը, Քոչարյանը միլիոնների համար կռիվ էր տալիս, կապեժնի մոտարապես 30,000 ինձ բարձրացրել են, խացիայի աշխատանքի համատ ինձ միլիոններ տան, թոշակ չէ, վերջապես մեկը հայերի մասին մտածում է, երկրի մասին, ոչ թե բանակցում է ձևերով, նրանք մտածում են, որ հայերին կուտը տալով է ժողովրդին կպահեն, ոչ մի հող չի ազն, աղջիկշան, ոչ մեկը աշխարհագրությունից գաղափար չունի, ես այդ կողմերը շատ եմ եղել, Արցախը հանձնեցին դաշնակները, տագանքները, դաշնակները կուզեն, ամբողջ կյանքը նրանք իշխանություն են ձգտել թալանելու համար, Լևոնը սխալ արեց, երբ որ ժամանակին դրած տշեց, ճիշտ էր, բայց հետո թողեցին այդ եկան։ Ում եք ընտրելու երկրի վարչապետ։ Ուրեմն միկրոֆոնը տարեկան Նիկոլին եմ ընտրելու։ Նիկոլ Փաշինյանին անձամբ, որովհետև համակերում եմ իր կուսակցությանը։ Դե ինչ չի արել մարդը, ամեն ինչ էլ անում է։ Օրինակ ինչ եք ուզում անի, որ չի արել։ Խաղաղություն բերեց, էլ ինչ անի։ Ոչ չեմ հավատում։ Ես է կռված տղա եմ։ Ասենք կռվածների համար խաղաղությունը ձեռնտու է։ Հələ բան չի արել, նոր պետք է անի։ Օրինակ ինչ պետք է անի, բարելավում։ Ասենք ինչ եք ուզում որ անի այդ մարդը։ Թոշակները բարձրացրել է մի քանի անգամ, հələ էլի բարձրացնում է։ Խաղաղությունը բերել է։ Էլ ինչ անի։ Հա, այդ բժշկությունը բապտի սարքեր։ Այդ իր ծրագրերի մեջ կար։ Հող հանձնողները ասում են հողը հանձնել, հետո որ պարաժը գցե թե փախեք, հողերը հանձնած է։ Ու խորհուրդ կտան բոլորն էլ ընտրեն։ Ապագան Նիկոլինն է։ Ինքն է ապագա խոստովը բերել է։ Մեր վարչապետին Փաշինյանին, որովհետև ամեն ինչ նարվում է մեր համար։ Առաջերտն ամենաթարմ նորությունը, որ թոշակները բարձրացրեց, շինություններ ամեն ինչը սարքում է, մանկապարտեզներ, դպրոցներ, պոլիկլինիկաներ, թոշակառուներին անվճար բուժումներ, ձեղորայք, ամեն ինչ անում է երկրի համար։ Դե Քոչարյանի բանակցություններն ենք տեսել, իր ապրած տարիներն ենք տեսել, ամեն ինչը տեսել ենք աղջիկ ջան։ Նենց չի ասելով, որ չի անելով է, փաստով է, որը որ մենք տեսնում ենք։ Բայց խաղաղությունը ո՞նց է լինում։ Մեր սահմանները խաղաղ են, փառք Աստծո, ամեն ինչ է նորմալ, լավ։ Ես ընտրել եմ Փաշինյանին, որովհետև իր աշխատանքը իմ դուր շատ գալիս է։ Բոլոր ինչ որ անում է։ Եվ արտաքին գործերը եւ ներքին գործերը։ Հատկապես արտաքին գործերը, որ խաղաղություն է տիրում։ Լսել եմ ապրիլ արևը։ Այս կակրասը տեղից եկալ գնացի դեղերի համար որ գնամ ստանամ։ Հա։ Եվ դա շատ լավ դրական լավ բան էր։ Ով լավ դրսևոր իրան, ով լավ ղեկավարին իրան։ Ուրախ ենք ով բարձրացնում են։ Լավ է, էլի լավ է, իհարկե։ Ժողովրդի համար շատ լավ է։ Ամեն ինչն է լավ է նաղդի, եթե ժողովուրդը լավ են ապրում, իհարկե լավ է։ Այս պահին երևի Նիկոլ Փաշինյանին։ Այդպես եմ գտնում, ըստ իր կատարած աշխատանքների, իր գործողությունների։ Հիմա բոլորն ասում են խաղաղություն, դա էլ եմ ընդունում խաղաղությունը։ Եվ ամենակարևորը շատերը չեն ասում։ Գողություն չի անում, եւ իր շրջապատը նույնպես գողություն չի անում։ Բյուջեն ըստ նպատակի ծախսում է։ Դե թող բանակցեր 10 տարի այդ հնարավորությունը կար իր ձեռքում։ Վերցրեց Ղարաբաղը բանակցական ուղղության հետ, ուրիշ ինչ արի ինքը, ոչ մի բան այդ 10 տարին։ Դրա համար որ էս հեռանկար նրա հետ կապել պետք չի։ Նա գալիս է ուղղակի վրեժ լուծի։ Անձնական վրեժից ելնելով նա գալիս եւ իր թալանը պահպանի։ Այդ հասկանում ենք բոլորս։ Այդ մենակ ինքը չի հասկանում։ Կարապետյանը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել, նա բիզնեսմեն է։
նրան քաղաքականության մեջ որ տեսել ենք, որ լսել ենք, հանկարծակի մի անգամից հայտնվեց։ Դե հասկանալ էր, բոլորս էլ հասկացանք, թե ով է ուղարկե, ինչի է ուղարկե եւ այլն։ Հեռանկար ես չեմ տեսնում։ Հա, լսեցի, այսօր լսեցի։ Դե այդքան այդ մարդու հնարավորությունը երևի։ Ինչա, այն որ ասում կարճ տվեցինք ուտի, չկար։ Հիմա այդքան է կարողանում։ Բոլորս գիտենք, որ բանակի վրա շատ է ծախսը գնում, առանձնապես այս նորագույն տեխնիկայի բանը հասկանում ենք այդ բոլորս։ Դե հնարավորություն կունենա էլի կբարձրացնի։ Քոչարյանի չէ։ Որովհետև նա էլ է եղել, մարդկային չի եղել։ Իր ընկերոջը, բանում նստացած ուտելու վաղտը, ընկերը գալիս ասում է, ռոբ բարև, դու բարև կտվենի սպանել, բախ ես ճանաչել։ Էդ է լավ մարդը, բան ոտքի հանեց էլի, բանին, են վազգենին ու բանին սպանել տվեց, բան ոտքի չհանեց։ Ինչով անա լավ, ուրիշ մարդ պաշարստ է, ով ուզում ալի։ Սերժն էլի ոչ դա, երկուսն էլ մի զիբիլ են, են մնացողն ով ուզում ալի։ Միայն Փաշինյանին, ելում տնամ բա, ամեն ինչ էլ արել է, օրինակ շատ բան, մեր երկրի համար խաղաղություն, ամենակարևորը այսօր ունենք խաղաղություն, տնտեսական աշտենում եմ, Քոչարյանը որ բանակցեր, այսօրը չէին կանգնի, լավ բանակցես, դրա համար էլ Հայաստանը անգավ մի մոմենտ չելնելու եզրին։ Այսօր լսել եք, որ թոշակները բարձրացան։ Ահա։ Դրա մասին ինչ կարծիք ունեք։ Ես թոշակառու եմ, շատ ուրախ եմ։ Ինչ կարծիք ունեմ, բայց կարող է իջացնում է, որ բարձրացնում է վատա։ Հələ չեմ հասել է դրան, բայց շատ լավ է, վատա։ Օրինակ, որ գնաս ձրի ասենք բուժվես կամ ինչ որ մի բան վատա էտի, իմ խնամին սիրտը օպերացիա արեցին 15 օր առաջ անվճար։ Միլիոնից ավել։ Մեր վարչապետի նման վարչապետ առայժմ չկա, չելնի մոտակա ապագայում։ Միայն մեր վարչապետ Փաշինյան ու վերջ։ Եթե ուզում եք լավ ապրեք, գոնե մոտակա մի 5-10 տարում, ուրեմն միայն վարչապետ Փաշինյան։ Նիկոլ Փաշինյանին։ Կոնկրետ չեմ կարա այդպես խորը ձեզ բացատրել, բայց այսօրվա դրությամբ մեր երկիրը որ իրոք խոստանում է որ պետք է խաղաղություն ունի, առաջ հերթին դա է։ Ինձ անհանգստացնում, որովհետև ահագին երիտասարդներ զոհվեցին, դրանց մեջ ինձ հարազատներ կան, անհայտ կորած երեխեք կան, գոնե այդ վատ փաստը չի կրկնվի։ Իմ կարծիքով դա ինձ ավելի շատ։ Իսկ մնացած հարցերը տնտեսական հարցերը մեր ժողովրդի համար ինձ թվում է կամաց կարգավորվի։ Ես նախկինում եմ աշխատել, ապրել, որ համեմատում եմ, հիմա ինձ թվում է, որ մեր երիտասարդների համար ապագան լավ կլինի։ Այդ կարծիքին եմ ես։ Հողը արդեն հանձնված եղել է, այս մարդու վրա կոտրվել այդ ամեն ինչը։ Պարոն Քոչարյանը իր ժամանակ ինչ աշխատել է, էլի եմ կրկնում, ես էլ եմ այդ տարիներին աշխատել, ծառայել ու հիշում եմ ամեն ինչ։ Դե աշխատել են կրենց, ոնց որ իրանք են պահանջել, բայց ներքուս եթե դու լավ մարդ ես, ազնիվ մարդ ես, դու էլ չես ներքուս համակարգին հարմարվել, բայց ստիպած կատարել ես ղեկավարների պահանջը, բայց ներքուս դու այդ մարդը չես եղել, որ այդ սխալներ արել ես։ Դե հիմա երևի հաշվել են տնտեսագետները գտել են որ 10,000, կարող է մյուս տարի 20,000 լինի, մի քիչ որ երկիրը ոտքի կանգնի, ավելի շատանա, վերջապես բոլոր երկրներում էլ բարձր աշխատավարձը, բայց մեր վիճակն այնց դասարվել սկզբից եկել հեզևով սովետական ժամանակներից։ Հիմա հազիվ կամաց, ոնց որ ասած կարգավորում են։